Մաս 4 հարց. Ինչ է նշանակում լինել երաժշտական մարդ։ Տեսեք, չեմ ասում երաժիշտ։ Ինչ է նշանակում, երբ որ մեկը որակավորում է փոքր երեխային ու ասում է ինքը բաղաձայն է, ինքը չի կարող երաժիշտ լինի։ Այսինքն ինքը երաժշտական ընդունակություններ չունի։ Դա ինչ է նշանակում։ Կամ ինչ որ մեկը նվագում է, դասատունը իրեն ասում է, բայց շատ ախր երաժշտական չէր, էլի։ Անգլերեն ասում են unmusical, հայերեն ոնց կդառնա դա։ Ոչ երաժշտական, հա։ Այդ նախադասությունը շատ վնասակար նախադասություն է։ Խնդրում եմ ոչ մեկի ամբողջ կյանքում մի ասեք, որ ինքը երաժշտական ընդունակություններ չունի, դա ծիծաղալու արտահայտություն է։ Ու երկրորդ հերթին, եթե ինչ որ մեկի կատարումը երաժշտական չլինի, դա հնարավոր է, խնդրում եմ բացատրեք, թե ինչ անի այդ մարդը, որ դառնա երաժշտական, դառնա մուզիկալնի, հա։ Մենակ մի ասեք, սա դու ուղղակի անտաղանդ ես կամ չգիտեմ, էլի դու այդ դրա ունակությունները չունես, չէ, հաստատ ունեն ունակությունները, ուղղակի կարողա չեն ուզում աշխատեն դրա վրա։ Ես մի քիչ հետո կբացատրեմ, թե մենք ինչու եմ կարծում, որ մենք բոլորս շատ լավ էլ բոլորս երաժիշտներ ենք։ Ծնված օրվանից, նույնիսկ մինչև ծնված օրը մենք արդեն ձևավորված երաժիշտներ ենք։ Ու ճիշտ երաժիշտներ ենք։ Չեմ ասում կատարյալ, ամեն ինչ հասկանում ենք, բայց մեր դատողությունը ճիշտ է։ Ու մի քիչ հետո կբացատրեմ։ Բայց հասկացեք, որ սա մենակ փոքր երեխաներին կամ երիտասարդ պատանիներին, ինչ որ ուսանողներին, թե երաժշտական դպրոցներում, թե համալսարաններում վիրավորելու ու լրիվ էլի ոնց որ իրանց հոգու հետ խաղալու, հոգին կոտրելու ձև մենակ չի։ Սա նաև ձեզ վնասելու ձև է, որովհետև եթե ձեզ թվում է, որ դուք կանգնում եք, ասենք 1000 մարդու առջև ու նվագում եք համերգ, ու եթե ձեր մտքում առաջանում է սենց հիմար գաղափար, որ այս մարդկանց մեծամասնությունը երաժիշտներ չեն, այնպես որ ինչ էլ որ նվագեմ իրանց դուրը կգա, կամ ավելի վատ, այս մարդկանց մեծամասնությունը երաժիշտ չէր, դրա համար իրանց դուրը չեկավ իմ նվագածը։ Այսինքն դուք էլի որակավորում եք իրանց որպես ձեզանից ոնց որ ասած ավելի ներքև, հա, իրանց հասկացողությունով, դա շատ վնասակար է ձեր համար, որովհետև իրականությունը նա է, որ իրանք շատ լավ էլ երաժիշտներ են։ Նույնիսկ ես կասեմ ձեզ 100% եմ սա ասում, 100%, հիմա սա իմ ոնց որ ասած կարծիքը չի, 100% բան եմ ասում։ Մարդկանց մեծամասնությունը այսօրվա դրությամբ կատարողների ավելի վատ երաժիշտներ են, քան թե լսողները։ Հիմա չեմ ուզում խորանամ, թե ինչու եմ տենց արտահայտություն անում, բայց հավատացեք, որ ասում եմ, լսողը ավելի լավ երաժիշտ է այսօրվա դրությամբ մեծամասնությունը, քան թե կատարողների։ Որովհետև լսողը արդարացի է իր սպասումներով։ Ու երբ որ ասում եմ լսողին, ես նկատի չունեմ այն լսողին, որը նախանձություն ունի իր մեջ կամ ինքը այդ գործը լսել է ինչ որ մեկի կատարումով, դրանից դուրս ինքը չի կարող իր, ասենք, սիրտը բացի ուրիշի առջև, որ տեսնա կարող այս մարդն էլ, ասենք, մի բան ունի ասելու այդ գործի մեջ։ Ես այդ մարդկանց մասին չեմ խոսում։ Ու դրանց մեծամասնությունը երաժիշտներն են։ Ես նկատի ունեմ ուղղակի նորմալ մարդը, որ ասենք իր երաժշտական ունակությունները սահմանափակվում, ասենք սրանով, ինքը շատ է սիրում երաժշտություն, ու ինքը շատ լավ է կարողանում է դատի, թե որն է լավը ու որն է վատը։ Ու ես ձեզ նորից եմ ասում, հավաստիացնում եմ, որ բոլորն է տենց են։ Նույնիսկ այդ երաժիշտը, որ ասենք նախանձությունից դրդված կամ ուրիշ պատճառներով իր միտքը սենց ծռել է, ինքն է այդ իր միտքը մի քիչ բացի, ուղղվի ու սկսի
ճշմարտության մեջ քայլի, ինքն էլ կհասկանա ամեն ինչ ու լավ էլ կդատի։ Բայց ինչով ենք մենք դատում, ինչն ենք դատում, ինչա նշանակում լինել երաժշտական։ Ես ասում եմ իմ աշակերտներին, ասում եմ, որ ես կյանքում ոչ մեկի չեմ ասել, որ ինքը երաժշտական չի կամ ինքը տաղանդավոր չի, ես յուրաքանչյուր մարդու էլ հաճույքով դաս կտամ, բայց ես ասել եմ, որ մարդկանց, որ քո նվագածը ոնց որ ռոբոտ նվագի, քո նվագածը ոչ երաժշտական է, սենց ասեմ, unmusical, բայց դա ի՞նչ է նշանակում։ Հեսա կասեմ, բայց մինչև եկեք սա հասկանանք, որ մինչև նույնիսկ ծնվելը, երբ որ մենք մեր մոր մոտ ենք, սենց ասեմ, ու լսում ենք մամայի ձայնը, շատ ուրիշ բաներ ենք լսում, կարող է լսենք փոթորիկի ձայնը, մեզ ծանոթ է, ծնվելուց հետո դա կարող ենք լսենք, չէ, կամ անձրևի ձայնը, քամու ձայնը, կայծակի ձայնը, սենց, շատ բաներ կարող է լսենք։ Բայց մամայի ձայնը, որ շատ կարևոր է մեր համար, ինչու է կարևոր, ու ես սա ինձանից չեմ խոսում, էլի, ինձ ճիշտ հասկացեք, սա ապացուցված բաներ է, որ մենք լսում ենք այդ ինտոնացիան մամայի, որը հենց մեր առաջի երաժշտությունն է մեր համար, ու մենք լսում ենք այդ տոնայնության բարձրացումներն ու բարձունքներն ու ցածր տեղերը, դինամիկայի բարձունքներն ու ներքևի մասերը ու լսում ենք թե ժամանակը ոնց է տատանվում մեր մոր ձայնի ու այս ամեն ինչը ոչ միայն մենք լսում ենք, մենք քանի որ մաման զգում է, մենք էլ ենք զգում, մենք մոր միջոցով զգում ենք ու մենք ոնց որ ծրագրավորվում ենք, որ սա նշանակում է սա նշանակում է սա, նա էլ նշանակում է նա։ Եթե մաման արագ է խոսում, կարող է ինչ-որ վտանգ է ինձ սպասում ու պլյուս դրան ես զգում եմ, որտեվ մամայի սրտի աշխատանքը բարձրացավ, իմն էլ սկսեց բարձրանա, օրինակ եմ էլի բերում։ Ես բժիշկ չեմ, բայց ինձ հիմա ինչ-որ ասում եմ, ճիշտ եմ ասում։ Ուրեմն կամ եթե ասենք մաման դանդաղ է խոսում կամ ցածր է խոսում, ուրեմն միգուցե ամեն ինչ լավ է։ Ուրեմն քանի որ մենք մինչև ծնվելը նույնիսկ սենց ծրագրավորվում ենք, մենք պետք է ամենաառաջի հերթին հասկանանք, որ մենք քանի որ գիտենք խոսալ, ուրիշի խոսքը լսել, դա հենց երաժշտություն է։ Ու երաժշտությունը լսում են մարդիկ, համարյա նույն ձևի, չեմ ասում, որ միանգամայն նույնն է, բայց համարյա նույնն է։ Ու իրանք սպասում են, որ ինչ-որ միտք արտահայտես իրանց։ Իրանք սպասում են, որ ասենք, ոնց որ խոսքի մեջ կա սկիզբ, միջին մաս, ավարտ, թե նախադասության, թե բառի, թե պարագրաֆի, թե կարճ ասած, էլի, մտքի, մեծ մտքի հետ պետքա լինի ինչ-որ շարադրություն, պետքա լինի լոգիկա, ու ինչքան ասենք երկար խոսած, ասենք իմ նման էլի մեկ կես ժամ նստես խոսած, մի քիչ ավելի է դժվարանում, որտեվ հասում ես 25-րդ րոպեում պետքա հիշես առաջի րոպեում ինչ էիր ասում, թե չէ կարող է գնաս մոլորվես։ Այսինքն ինչ է իմ ասածը, շատ չշեղվեմ, ինչ է իմ ասածը, որ մենք երաժշտականությունը շատ խորը բան է, որ մենք ծնված օրվանից սպասում ենք, ոնց որ մենք սպասում ենք յուրաքանչյուր մարդու հետ խոսալուց։ Ու երբ որ մենք երաժշտություն ենք նվագում, մենք պետքա դա իրան ձևավորենք, որ ինքը դառնա մարդու խոսքի նման։ Հիմա չեմ ասում, որ անպայման դառնա մարդու խոսքի նման, չէ՞, որտեղ բաներ կա, որ օրինակ դաշնամուրը կարող անի, որ մարդու ձայնը չի կարող անի։ Բայց իմ համար կոնկրետ ամենակարևոր բաներից մեկը նա է, որ երբ որ ես օրինակ դաշնամուր եմ նվագում, չեմ ասում բոլոր գործերի մեջ, բայց ես փորձեմ դառնամ երգիչ։ Կամ եթե չեմ երգելու, խոսամ, ինչ-որ բան ասեմ, որտեվ մարդիկ դա են սպասում։ Ու լավ են անում, որ դա են սպասում, որտեվ ճիշտը դա է։ Հիմա օրինակ, եթե ուշադրություն դարձնենք մեր խոսքին, հիմա մենք օրինակ ոնց ենք խոսում, ու սա մենակ հայերն ինչի վերաբերվում։ Ես մի քանի լեզու գիտեմ, ու գիտեմ, որ նույնիսկ այն լեզուները, որ չգիտեմ, լսել եմ այդ լեզուները, բոլորն են նույնն են։ Օրինակ,
մի բան ասեմ, ուղղակի մի հատ բառ եմ ասում, ինչ ասեմ, սեղան, ուշադիր լսեք դինամիկային, սեղան, ասենք հանգիստ սևով եմ ասում, այսինքն ինքը ոնց որ կամար է դառնում, ինքը ցածրից սկսում է ոչնչությունից, բարձրանում է դինամիկան ու բառի վերջը decrescendo է դառնում, չէ՞, սեղան, հիմա եթե ասեմ ուրիշ ձև, օրինակ, սեղան, ինչ-որ մեկն է կարող ասի, այո, սեղան, ավարտի, ու այդ ավարտը էլի պետք է իշնի, այսինքն եթե մենք բարձրանում ենք, սա հետ եմ գնում իմ անցած ասածներին, եթե մի բան բարձրանում է, պետք է իշնի, ու երբ որ ես բարձրացնում եմ իմ ձայնը հարցով, ասում եմ սեղան, այսինքն սպասում եմ, որ ինչ-որ մեկը կամ նույնիսկ միգուցե ես ավարտեմ այդ միտքը, ինքը ավարտված չի, երբ որ ես իրան գցում եմ ամպերի մեջ ու մնում այնտեղ։ Մենք գիտենք, որ գնդակի իշնելու է։ Կամ օրինակ եթե նախադասություն ասեմ, էլի սեղանից չխոսամ, լավ էլի սեղանից խոսամ։ Այս սեղանը ինձ շատ է դուր գալիս։ Հիմա տեսեք, ավելի երկարումա շատ ավելի բառեր կան, չէ, ու հիմա բառերը իրանց դինամիկան փոխում են, որտեղ պետք է իրար հետ միանան, բայց էլի կա իրանց միացնող կանտուր կամ կոնտուր, ոնց է ասում հայերեն, գիծ էլի, հա, ձև։ Նորից ասեմ, անպայման չի որ նույն ձևի խոսամ, բայց ինչ է ասել, սկի մոռացա։ Ինձ շատ է դուր գալիս այս սեղանը։ Այս սեղանի չափսը շատ լավն է։ Բոլորը բարձրունք են ապրում ու էլի իջնում են։ Հիմա եթե օրինակ թատերական խոսքի մասին խոսանք, ավելի դրամատիկ ասեմ այս ամեն ինչը, կարող եմ մի քիչ ավելի բարձրացնեմ իմ ձայնը, կամ կարող եմ, չգիտեմ, ուրիշ բաներ ասեմ, բայց եթե ես հարց չեմ տալի վերջում, ինձ թվում է մեկը վերջում պետք է իջնեմ։ Օրինակ եթե ասեմ, այս սեղանի գույնը ինձ շատ է դուր գալիս։ Չես թատրոնից շատ հեռու մարդ եմ, բայց իրանք տենց են խոսում, չէ՞։ Ուղղակի մի քիչ ծիծաղս եկա, որտեղ ոչ մեկ, եթե ինչ-որ մեկը գա իմ հետ տենց խոսա, կսկսեմ ծիծաղամ իր վրա։ Այս սեղանի գույնը ինձ շատ է դուր գալիս։ Կամ կարող ասեմ շատ ինքը հիացած է այս սեղանով։ Այսինքն, քանի որ ինքը մի քիչ նորմայից բարձր է խոսում, ես արդեն ուրիշ ձև եմ լսում, ուրիշ բան եմ հասկանում իր ասածից։ Այսինքն, եկեք սենց ձեզ կանոն եմ տալիս։ Այսօր երկու հատ կանոն եմ տալիս։ Կարող եմ շատ խորանամ։ Ես հասկանում, որ այս երկուսով չի սահմանափակվում, բայց այս երկուսը եթե կիրառեք, նույնիսկ եթե սրանցից մեկը, ամենակիչը մեկը կիրառեք, ուրեմն ձեր նվագածը միշտ կլինի երաժշտական։ Առաջինը, խնդրում եմ, ճիշտն ասած, դառնա որ նույն բանն եմ ասում, այն իմ խոսացած շրջանից է, չէ՞, վերցվում ես իմ փիլիսոփայությունը դաս տալու, որ ասում են կրկնողությունը գիտության մայրն է, հիմա կրկնում ենք, նույն բանն եմ ասում, բայց ուրիշ ձև եմ ասում։ Տափակ լինելը ամենասխալն է, խնդրում եմ տափակ մի եղեք, այս սեղանի նման տափակ մի եղեք։ Նույնիսկ մարդու սրտի աշխատանքը, երբ որ դառնում է տափակ, այդ մարդը մահանում է։ Նա մի քիչ տխուր բան եմ ասում, բայց դա իրականությունն է։ Նույնիսկ սրտի աշխատանքը պետք է լինի տափակ։ Խնդրում եմ, հիշեք, կան բացառություններ, չեմ ասում չկան, կան։ Բայց եթե դուք ձեր երաժշտությունը նվագում եք դինամիկայի առումով տափակ, ուրեմն իմացեք դուք 100% ոչ երաժշտական եք խոսում, որովհետև ոչ մեկը էսպես չի խոսում, կարող եմ ուրիշ տոն, ոչ մեկը էսպես չի խոսում, բացի շատ ձանձրալի պրոֆեսորները, որոնցից մի քանի հատ ունեցել եմ Ամերիկայում, որոնց լսելուց իմ քունը տանում էր։ Նույնիսկ այդտեղ ճիշտն ասած վերջում decrescendo եղավ, քունը տանում էր։ Խնդրում եմ, մի բան արեք, որտեվ սա 100% սխալ է։ Տափակ լինելը 100%
99% սխալ է, այդ մի տոկոսը թողնենք, որտեղ բացառություններ կան։ Շատ անգամ, ոչ թե շատ անգամներ կան տեղեր, որ երաժշտության մեջ պետքա լինես տափակ, որտեղ դա է պետք։ Ասենք աներաշտական լինելն է պետք այդտեղ, հենց ասեմ։ Այսինքն, խնդրում եմ ձև տվեք ձեր դինամիկային, որովհետև մարդիկ ամբողջ օրը, ամեն օր լսում են մարդկանց խոսքին ու ոչ մեկ էսպես չի խոսում բացի ռոբոտներից, էլի հիմա ռոբոտներն էլ արդեն տենց չեն խոսում։ Ձև տվեք դինամիկային։ Դա առաջին։ Երկրորդը ձև տվեք ձեր երաժշտության տեմպին։ Այսինքն իմ խոսքի մեջ էլ ամեն ինչ նույն արագությամբ ես չեմ խոսում։ Ճիշտն ասած, մի հատ մտածեմ, մի րոպե։ Ինձ թվում է ճիշտ եմ ասում։ Բնության մեջ կա ինչ-որ բան, որ ինքը 100% միշտ ստաբիլ է, նույն բանն է կատարվում անընդհատ, անընդմեջ, նույն բանն է կատարվում։ Տենց բան կա։ Ասենք, պատկերացնենք ամենափոքր դետալը, որտեվ ամեն ինչ այդ փոքր դետալներից է բաղկացած, չէ՞։ Այսինքն այդ մեծերի մասին կարակ մոռանանք, ուղղակի մոռանում ենք։ Վերցնենք, ասենք, ատոմը կամ պրոտոնը, նյութրոնը իր մեջ ու այդ դրանք, ասենք, միշտ շարժվում են։ Իրանք անդադ նույն ձևի են շարժվում, նույն արագությամբ, չէ։ Նույնիսկ ասում են, որ տիեզերքը բացվում է ու այդ բացվելը ավելի արագանում է։ Այսինքն ամեն ինչ կամ արագանում է, կամ դանդաղում է։ Խնդրում եմ ինձ չասեք sense բաներ, բայց նույնիսկ ժամացույցը 10,000 տարի հետո կարող է լավ ցույց չտա։ Բայց այդ դրա մասին մոռանանք, ժամացույցը բնական օբյեկտ չի։ Ես բնության մասին եմ խոսում ու դրա համար պետք չի ասել, նույնիսկ ոնց որ ասեցի անցած անգամ, կարծեմ ասել եմ, որ բնության մեջ ուղիղ գծեր չկան։ Ու sense բերեք ինձ ասեք, բայց սա ուղիղ գիծ է, բայց իրականում սա ուղիղ գիծ չի։ Ուղիղ չի։ Մոլեկուլային, ասենք, զննման ժամանակ երևա, որ ինքը լավ էլ ծուռ է։ Բայց հա, նույնիսկ ասենք մեր ինտելեկտի մեջ եթե մտածենք, էլի, որպես թեորիա, ուղիղ գիծ, ահա կարող ենք տենց, բայց տենց բան գոյություն չունի։ Այսինքն մենք եթե մեր երաժշտությունը նվագում ենք բնական մարդկանց համար, ոչ թե AI-ի համար, իրանք ծնված օրվանից սպասում են բնական շարժումներ, բնական ձայներ, եթե դուք նվագեք անբնական, վատ է լինելու ձեր համար։ Շատ մեղմ եմ ասում, դա իրան լիմիտ ունի։ Կարող է, չգիտեմ, մի 2 րոպե տանեն, հա, լսեն, դրանից հետո դժվար է լինելու։ Նես որ ձևավորեք, ձև տվեք ձեր երաժշտության ժամանակին։ Իսկ թե դա ինչպես է արվում, ամեն երաժշտություն ունի իր պահանջները, կապված երաժշտության մեղեդու հետ, հարմոնիայի հետ, թե երաժշտությունը պար է, թե երաժշտությունը ռեչետատիվ է, թե երաժշտությունը երգ է, թե երաժշտություն, էլի, հիմա չնստեմ ստեղ ու ամեն ինչ ասեմ։ Բայց ամբողջ հարցը այն է, որ պետքա ձև տակ երաժշտությանը։ Ու ընդհանրապես վատ միտք չի, ու մենք ելի եմ ասում, ինձ թվում է տենց ենք խոսում, որ սկսեք դանդաղ, մի քիչ արագացնեք ու ավարտեք դանդաղ ձևով։ Ասենք որպես նորմ, էլի, ասենք, գոնե տենց սկսեք։ Ասենք նվագեք գամա, 2 օկտավա, սկսեք մի քիչ դանդաղ, մի քիչ արագացրեք, հետո դանդաղ վերջացրեք։ Չեմ ասում միշտ տենց է պետք, բայց նույնիսկ մեքենա վարելուց մենք տենց ենք վարում, յուրաքանչյուր բան շարժելուց ընդհանրապես իներցիայի, գրավիտացիայի ուժերի մեջ ենք էլի մտնում, իրականությունը այդ է։ Ու երբ որ ասենք նույնիսկ մարդիկ այդ իրականությունից դուրս բաներ են տեսնում, միանգամից աչքի է հանգնում։ Օրինակ հիմա ասում են հիմա շատ է շատացել, որ ասում են երկնքում օբյեկտներ են գտնում, հա, որ ասենք շատ ահավոր մեծ արագության տակ շարժվում են ու մեկ էլ ուղղությունը ասենք կարող է 30 աստիճան փոխեն
առանց դանդաղելու, ու իրանք ու միանգամից ինչու աչքի դա ընկնում, որովհետև ասում են դա ֆիզիկայի օրենքներին լրիվ անհամապատասխան, դա լրիվ ուրիշ թեմա է, ես իմ կարծիքներ ունեմ դրա մասին։ Կան այդպիսի օբյեկտներ, թե չէ, բարձրավոր կան, բայց թե այդ օբյեկտները ինչ են, ես իմ կարծիք ունեմ, հիմա չեմ ուզում դրա մասին խորանալ, բայց իմ ասածն է, որ մի եղեք այդ օբյեկտի նման մի բան, որովհետև ձեր հանդիսատեսը չի ներելու, որովհետև իրանք ոչ միայն որովհետև երաժիշտ չեն, չէ, իրանք սպասումներ ունեն, իրանք շատ լավ էլ երաժիշտ են, իրանք կարող է չգիտեմ ոնց այդ ջութակը բռնեն կամ ոնց այդ ֆլեյտան նվագեն, բայց իրանք հաստատ սպասում են ձեզանից, որ իրանց հետ խոսակ, որ իրանց մի բան ասեք, որ բնական լինի ձեր ասածը, թե չէ ուշադրություն չեն դարձնելու ձեզ։ Գիտեմ, որ մի քիչ sense խոսալով օրինակներ շատ չեմ բերում, դե ապագայում էլի 100% վիդեոներ կլինի, որ վերջապես կնստեմ այս դաշնամուրի առջև ու այդ ժամանակ արդեն շատ դժվար ալնելու իմ հետ չհամաձայնվելը։ Ուղղակի հիմա sense խոսում եմ, բայց ես երբ որ նստեցի արդեն դաշնամուրի մոտ, շատ դժվար է լինելու իմ հետ վիճվելը։ Խոստանում եմ շուտով կնստեմ, սա պետք է լարվի այս ներքևի դաշնամուրը, բայց եկեք վերջացնեմ սրանով։ Լայն խորհուրդ եմ տալիս ձեզ, ոչ նեղ։ Լայն խորհուրդ։ Մի առաջ երթին ոչ մի անգամ մի մտածեք, որ դուք երաժշտական ունակություններ չունեք։ Չէ, դուք ունեք, ուղղակի կարող եք ավելի զարգացնել, ու դրա համար պետք է աշխատանք։ Ոչ մեկի չասեք սրանից հետո դու երաժշտական ընդունակություններ չունես, որովհետև տենց բան չկա, նույնիսկ կենթանական աշխարհում, եթե նայեք, բոլորն էլ լավ էլ երաժշտական ընդունակություններ ունեն։ Հələ մի հատ գնացեք, լսեք, թե դելֆինները ոնց են խոսում ու ծիտիկները ոնց են երգում։ Ոչ մի անգամ չմտածեք, որ ձեր հանդիսատեսը երաժշտական ընդունակություններ չունի։ Դա ահավոր մեծ սխալ է։ Եթե ուզում եք, որ ձեր նվագածը երաժշտական լինի, հա? Ուրեմն եղեք ինչպես որ մենք բոլորս, որտեղ մենք բոլորս երաժշտական ենք։ Նվագեք այնպես, ինչպես որ մարդիկ խոսում են, կամ ինչպես որ մարդիկ երգում են։ Մի եղեք տափակ ձեր դինամիկայի մեջ ու մի եղեք ստաբիլ cruise control-ի նման, որ մեքենայի վրա կնոպկան սխում ես ու ինքը 60-ի տակ գնում է։ Խնդրում եմ տենց մի նվագեք տեմպը։ Պետքա չափի մեջ փոփոխականություն լինի, թե չէ յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ զզվելու է ձեր նվագածից։ Ու դու հաստատ չես ուզում դա, մանավանդ եթե դու լավ մտադրություն ունես ու դու նվագում ես լավ երաժշտություն, ու ես 100% համոզված եմ, որ եթե դու նվագես լավ երաժշտություն ու դու նվագես լավ երաժշտական, դու կստիպես քո հանդիսատեսին, որ ինքը քեզ լսի։ Ու երբ որ այս երեքը իրար հետ գումարվում են, համ դու քեզ լավ կզգաս, համ հանդիսատեսը իրան լավ կզգա, համ էլ ստեղծագործողը իրան լավ կզգա։ Մաս 5-ում ես կշարունակեմ խոսալ մի հատ շատ կարևոր թեմայից, երբ որ ես առաջի անգամ այդ ճշմարտությունը լսեցի, իմ համար շատ դժվար էր դա մարսելը, բայց խոսքը վերաբերվելու է այսպես կոչված լեգատոյի նշանի մասին, թե ինքը ինչ է նշանակում։ Հենց որ եթե ուզում եք մի քիչ առաջ մտածեք, թե լեգատոն ինչ է նշանակում ձեր համար, երբ որ այդ նշանը տեսնում եք, ես 99.9% համոզված եմ, որ դուք այդ նշանը իրականում երևի չեք հասկանում ինչ է նշանակում։ Ու կապված է այս մեր խոսակցության հետ ու նաև մաս 1, 2 ու 3-րդի հետ։ Դե լավ, կտեսնվենք մաս 5-ում։